Շոումեն Արամ Մելիքյանը հանդես է եկել հուզիչ տեսաուղերձով, պատմելով 16-ամյա մի աղջկա մասին, ով ունի լուրջ առողջական խնդիրներ։ Նրա խոսքով աղջկա ոսկրածուծը աշխատում է ընդամենը 20%-ով և նրան անհրաժեշտ է շտապ տեղափոխել Գերմանիա բուժման համար։ Արամ Մելիքյանը նշել է, որ ժամանակը սահմանափակ է, ընդամենը 10 օր, և խնդրել է բոլորին, ովքեր հնարավորություն ունեն, աջակցել։ Նա նաև կից նշել է աղջկա ինստագրամյան էջը, հորդորելով անցնել հղումով ու հնարավորության սահմաններում օգնություն ցուցաբերել։ Արամ Մելիքյանը նաև հավելել է այն մասին, որ ինքը նման օրինակ հրապարակումներ այդքան էլ շատ չի անում, վստահությունից ելնելով, և եթե նա տեղադրել է այս տեսանյութը, ապա նա անձամբ է ճանաչում, կամ էլ այն մարդուն է ճանաչում, ով անձամբ ճանաչում է այս աղջկան։ Ընդհանրապես, երբ որ նմանատիպ վիդեոներ եմ անում, ուրեմն կամ անձամբ ճանաչում եմ, կամ իմ ընկերն է անձամբ ճանաչում։ Այս պահին էլ մի աղջկա համար եմ ասում, որը բավականին լուրջ խնդրի մեջ է ու մի 7-ից 10 օրվա մեջ պետք է մեկնի Գերմանիա, որովհետև իր ոսկրածուծը աշխատում է ընդամենը 20%-ով, շտապ գործողություն պետք է արվի, բավականին լուրջ։ Խոսքը Լիլիա Քոշատաշյանի մասին է, ես իմ էջը կթողնեմ, ովքեր որ կփորձեն կամ կուզեն ցանկանան աջակցել, ասեմ, որ աղջնակի էջում ամբողջ ինֆորմացիան կա, ընդամենը 16 տարեկան է ու բավականին լուրջ խնդրի մեջ է այս պահին։ Ինչպես նշեցի, շտապ պետք է մեկնի, եթե չեմ սխալվում, մի 10 օրվա մեջ պետք է մեկնի Գերմանիա, դրա համար ովքեր որ կցանկանան աջակցել, օգնել, հա, կամ չերեզ այդ վիդեո ուրիշին գտնեմ, որ օգնի, հենց որ այս վիդեոն հենց դες համար է, գնացեք հղումով, գնացեք աղջկա էջ, հուսով եմ ամեն ինչ լավ կնի Լիլիա ջան։ Իսկ մեզ մնում է հավելել, որ Ստելային և Էլիզային որդեգրելու մասին լուրերը հաստատվեցին դեռ 2023 թվականին։ Հաղորդավար և պրոդյուսեր Արամ Մելիքյանն ու նրա կինը Լիլիթը որդեգրեցին 17-ամյա Էլիզային ու 14-ամյա Ստելային։ Այդ ամենից հետո նրանք հարցազրույցի էին մասնակցել, պատմելով իրենց տան առօրյայի, հույզերի ու ապրումների մասին։ Մենք առաջարկում ենք հետ գնալ ու վերհիշել անցյալը։ Լրագրողի հարցը հետևյալն էր. ինչպես են սովորաբար սկսվում ձեր առավոտները։ Արամը հետևյալ կերպ էր պատասխանել. Զարթուցիչների նվագախմբով, 3-ինն էլ հերթով զնգում է, մոտ 25 անգամ ստելիկինն է հնչում։ Լիլիթը հավելել էր. ժամը 6:50-ից դնում է, որ ժամը 7:30-ին արթնանա։ Լիլոյի հետ առավոտյան շուտ արթնանում ենք, միասին սրճում և զրուցում, մինչև բոլորը պատրաստվում են և գնում, նշել էր Արամը։ Զույգի որդին խոսելով իր մասին նշել էր, որ խաղում է Ուրարտու ֆուտբոլային ակումբում։ Այս ամիս նշվում էր ընտանիքի միջազգային օրը, ինչը այն առաջին հերթին նշանակում ձեզ համար։ Լրագրողը այսպիսի հարց էր տվել. Եկեղեցում ասել եմ Տերը և լուրջ եմ վերաբերվում խոսքիս։ Ընտանիքում ամենակարևորը պատասխանատվությունն ու հոգատարությունն են միմյանց նկատմամբ, ինչն էլ իմ հերթին անում եմ։ Լինում են դեպքեր, երբ Լիլոն է տեր, իսկ ես հնազանդ եմ դառնում, դերերը երբեմն փոխվում են։ Լիլիթը կատակեց. այդ երբ է լինում։ Մեկ-մեկ պատասխանեց Արամը։ Լիլիթը շարունակեց. ինձ համար էլ ընտանիքը ջերմ տեղ է, ուր ուզում ես միշտ վերադառնալ։ Ընտանիքում կարևոր են մթնոլորտը, հոգատարությունը, վստահությունը և սերը։ Վերջերս տարեդարձս էր, ու միասին գնացել էինք Դիլիջանում նշելու։ Բոլորով ինձ նվեր էին արել։ Այդ ընթացքում վայելել ենք անրի անսպառ էներգիան, մեզ լիովին քամել է։ Իրականում ամեն ինչ շատ լավ է անցել։ Լրագրողը հաջորդ հարցը տվեց. ձեր ընտանիքում վերջերս համալրում է եղել, աղջիկներ եք որդեգրել։ Ինչ զգացողություն է, երբ ընտանիքը ավելի մեծ է դառնում։ Տան մեջ կիսատաբատով էլ չեմ կարողանում քայլել։ Շատ հաճելի է։ Առաջ առանց Անրիի չէինք կարողանում, իսկ աղջիկներն էլ ավելի լեցուն են դարձրել մեր կյանքը։ Երբ Ստելան ինձ գրկում է, հայրական այլ զգացողություն է։ Արդեն սովորել է, որ առանց ասելու էլ պետք է գրկի ինձ։ Լիլիթը հավելեց. ինձ էլ է դուր գալիս, որ երեկոյան հավաքվելիս կամ հաց ուտելիս շատ ենք լինում։ Աղբն է շատացել, միայն դա սրտովս չէ, հումորով նշեց Արամը։ Պատասխանատվությունն է շատացել։ Հիմա Անրիից բացի մտածում եմ նաև Ստելայի և Էլիզայի մասին, բայց դա էլ է լավ կողմ, նշել էր Լիլիթը։ Իսկ աղջիկները ի՞նչ են իրենց հետ բերել ձեր տուն, որ մինչև այդ չկար ու կարիքն ունեիք։ Աղջիկ չունեինք։ Նրանց շնորհիվ ուրիշ ձև եմ սկսել սիրել, անչափ նրբանկատ եմ դարձել։ Գործողություններիս մեջ զսպվածություն է եկել,
թեև պոռթկումներ էլի լինում են, բայց սիրելու նոր մակարդակին նրանց շնորհիվ եմ հասել։ Անրին ևս նշեց իր միտքը։ 4 տարի երազել եմ, որ քույրիկ կամ ապերիկ ունենամ, աղոթում էի, որ իրականանա։ Ստելան նույնպես մասնակցելով զրույցին նշել էր. սկզբում անսովոր էր, բայց բոլորին միանգամից ու շատ սիրել եմ։ Իսկ ինչպես էիք եկել երեխաներ որդեգրելու որոշմանը։ Այս հարցին պատասխանեց Արամը։ 2011 թվականին Լիլիթն ասաց. միշտ երազել է սեփական երեխաներից բացի ուրիշներին էլ մերը դարձնել։ Այդ միտքն այնքան դուրս եկավ, բայց մնաց արխիվում։ Մինչև տարիներ անց իրականացրեցինք։ 2016 թվականին մեր ընտանիքում բավական դժվար փուլ եղավ։ Լիլոն 5 ամսական հղի էր, բայց կորցրինք փոքրիկին։ Դրանից հետո նման մի դեպք էլ եղավ ու որդեգրման միտքը նորից ծագեց։ Բայց չէի ցանկանում, որ դա լրացնի այն մյուս բացը։ Սպասեցինք, այդ էջը փակվեց և 2020 թվականին համավարակի օրերին նորը բացեցինք։ Բավական ազատ ժամանակ ունեինք, որ միասին անցկացրեցինք։ Զգացինք, թե որքան լավ բան է ընտանիքը։ Այդ ընթացքում 2 որոշում կայացրինք՝ զարգացման կենտրոն բացել և երեխա որդեգրել։ Լիլիթը հավելեց. մինչև ամուսնանալը երևի ֆիլմերի ազդեցությամբ էր նման միտք առաջացել։ Իսկ հետո ընկերներ ունեինք, որոնց երեխային հաճախ էի պահում։ Զգացի, կարող եմ ուրիշի երեխային սեփականի պես սիրել, դրա համար էլ համոզված էի, որ կկարողանանք։ 2021 թվականին արդեն որոշել էինք թղթերը տալ քաղաքապետարան, բայց մի դեպք եղավ, որը բեկումնային դարձավ ինձ համար, ինչի մասին քիչ հետո կպատմեմ։ Այդ ընթացքում զանգ ստացա մի հիանալի կենտրոնից։ Նագաշյան սոցպատասխանատու տիկին Գայանեն հրավիրեց իրենց միջոցառման հաղորդավարը լինել։ Երբ իմացա կենտրոնի գործունեության մասին, սիրով համաձայնեցի անվճար վարել։ Այդպես էլ նախատեսել էին, քանի որ գումար չունեին։ Խոստացա հետս երգիչներ էլ տանել։ Կենտրոնում իմացա, որ այնտեղ ծնողներ չունեցող երեխաներ էլ կան։ Հենց Ստելային տեսա, անբացատրելի բան զգացի։ Այդ ժամանակ չգիտեի, որ նա ծնողներ չունի, նշել էր Արամը։ Ինչպես Թարնյուզն արդեն տեղեկացրել է, Breakpoint Go Sport FM փոդքասթի հերթական հյուրը բլոգեր Էլիզա Մելիքյանն է, ով իր կյանքի մասին բացառիկ մանրամասներ է հայտնել։ Նախ Էլիզը պատմեց վերջին մի քանի ամիսների ընթացքում 2 անգամ վթարի ենթարկվելու մասին։ Ցավոք, բայց իրականություն է։ 2 դեպքն էլ եղել է տաքսիի մեջ։ Այսինքն ես բացարձակ կապ չունեի և ընդամենն ուղևոր էի։ Առաջին դեպքում մեղավորն իմ վարորդն էր։ Արագ էր վարում ու չհասցրեց արգելակել։ Իսկ երկրորդ դեպքում չեմ էլ հիշում, թե ցավից, թե վախից, չգիտեմ։ Հետո արդեն արթնացա հիվանդանոցում։ Երկրորդ վթարից հետո միայն վերականգնողական շրջանը երկար տևեց։ Մեջքի հյուսվածքների կոտրվածք ունեի, բայց փառք Աստծո, արդեն լավ եմ, անկեղծացել էր բլոգերը։ Զրույցի ընթացքում բլոգերը խոսեց նաև անձնական կյանքի և բաժանության մասին։ Կարծում եմ, որ ամեն ինչ մարդու համար է, ու պարտադիր չի դու մնաս մի տեղում, որտեղ ամեն բան անհասկանալի է։ Դու իրավունք ունես որոշում կայացնելու և անելու այն, ինչ դու ես ուզում։ Դու կարող ես հանգիստ բաց թողնել ու չմտածել։ Օրինակ, ծնողներս գիտեն կամ իմ դեպքում շատ այլ մարդիկ։ Հանցագործություն չէ ու դու կարող ես հանգիստ հեռանալ, երբ հասկանում ես, որ մարդը քոնը չէ։ Որոշմանս շատ երկար ժամանակ եմ եկել։ Ոչ մեկի հետ չեմ քննարկել, որոշել եմ խոսել ու վերջ։ Մի քիչ բարդ եմ հաղթահարել այդ շրջանը։ Մտածում էի ինչ կմտածեն իմ մասին։ Նախկին հարաբերությունների մասին խոսելուց հետո Էլիզը նաև անկեղծացավ ու հայտնեց, որ այսօր նոր կողակից ունի և երջանիկ է։ Իմ բաժանումը վաղուց որոշում էր, արդեն նշել եմ, ու ինձ համար թեման փակ է։ Նույնիսկ չեմ ուզում խոսել այդ մասին։ Ես հիմա երջանիկ եմ և այո, իմ կյանքում նոր փուլ է ու նոր մարդ կա, նշեց բլոգերը։ Հարցազրույցի ընթացքում հնչեցրած մտքերը Էլիզան օր իր անց տեղադրել էր նաև իր ինստագրամյան էջում ու անկեղծ գրառում կատարել։ Նա նշել էր հետևյալը. «Իմ կյանքի ամենացավալի պահն էր, բայց հենց դրանից հետո ես փոխվեցի, ուժեղացա։ Ճիշտ է հիմա 20 տարեկան եմ, բայց ներսումս շատ ավելին եմ ապրել։ Հիմա չեմ վախենում ոչ մեկի, ոչ էլ ոչնչի կորստից։ Ոչ թե որովհետև ներսումս դատարկ է, այլ որովհետև ես սովորել եմ վերապրել ամենամութը, առանց կոտրվելու։ Այդ ճանապարհն ինձ կամաց-կամաց սովորեցրեց ապրել ցավի կողքին, ոչ թե
նրա ներսում։ Ես սովորել եմ ինձ հետ մնալ, ինձ հետ վերապրել ու հենց դրա մեջ է իմ ամենամեծ ուժը։ Չնայած ապրած դժվարություններին, Լիզա Մելիքյանը հաճախ պատմում է իր ուժեղության և այն ապրած օրերի մասին, որոնք կուզեր կրկնել նորից։ Գիտեմ, դժվար է հավատալ, որ ես փոքր տարիքում հոգսեր չեմ ունեցել։ Ճիշտ էլ կանեք, որ չհավատաք։ Մեկ-մեկ խճճվում եմ մտքերիս ու զգացողություններիս մեջ։ Փոքր ժամանակ էին հոգսերս ավելի շատ, թե հիմա։ Անկեղծ ասեմ, պատասխանը դեռ ինքս էլ չունեմ։ Կասեմ միայն, որ տարբեր են։ Չեմ ուզում ձեզ թվա, թե ամեն ինչ լավ է հիմա, բայց մի բան շատ եմ ուզում ասել։ Դժվար մանկությունը չի որոշում իմ ներկան, առավել ևս ապագան։ Այո, լինում են պահեր, որ մտածում եմ, թե ուժս չի հերիքի ու ես մենակ եմ, բայց մի բան հաստատ զգացել եմ, որ հենց այդ պահերն են կյանքում ամենակարևորը և որոշիչը։ Սովորել ինչպես ոտքի կանգնել ու շարունակել ապրել, սա է այն բոնուսը, որը ստանում եմ։ Դեռ չգիտեմ, թե ինչքանով է ստացվում կամ ինչքանով եմ գոհացնում ինձանից որևէ բան սպասող մարդկանց։ Մի օր կսովորեմ ինչպես ճիշտ կազմակերպել այս պահը։ Հիմա միայն մի կարևոր բանի վրա եմ շատ աշխատում՝ սովորել, ընդունել անցյալս ու սիրել ներկաս, որպեսզի ապագաս հենց իմը գա։ Ահա որ դժվարը մի քիչ դեռ անիրական ա թվում, բայց ես չեմ դադարում փորձել, հուսով եմ կարողանում եմ փոխանցել ձեզ, թե ինչ եմ զգում, նշել էր Էլիզան։